ԱՄՆ-ը նոր հարվածներ է հասցրել Իրանի ռազմական օբյեկտներին։ Ամերիկյան կողմը հայտարարում է, որ դրանք պատասխան էին Իրանի կողմից Հորմուզի նեղուցում առևտրային նավերի դեմ գործողություններին։ Բացի այդ, ըստ որոշ վերլուծաբանների, այնպես չէ, որ ԱՄՆ-ն ու Իրանը ամբողջական համաձայնության են եկել միջուկային զենքի հեռահրթիռների արտադրության եւ դրանց կիրառման արգելքի շուրջ։ Իրանի պատասխանը չի ուշանում, հարվածում է հարևան երկրներում տեղակայված ամերիկյան բազաներին։ Հորմուզի նեղուցով անցնում է աշխարհի նավթի զգալի մասը, ուստի ցանկացած լարվածություն արագ ազդում է միջազգային գների վրա։ Միջազգային շուկաներում արդեն նկատվել է նավթի գների կտրուկ տատանում։ Իրանի անմիջական հարևանությամբ Հայաստանն է, ըստ վերլուծաբանների, ցանկացած երկարատև պատերազմ բարձրացնում է անվտանգության ռիսկերը տարածաշրջանում։ Հիմա process-ները գնում են դեպի ոչ խաղաղություն, ոչ պատերազմ իրավիճակ ստեղծելու եւ պահպանելու նախկինում հաստատված ստատուս քվոն։ Այդ ստատուս քվոն տարածաշրջանում հատկապես ձեռնտու է Թուրքիային արդեն, հաշվի առնելով թուրք-իսրայելական հարաբերությունների ներկա փուլը եւ հաշվի առնելով, որ Թուրքիայի համար ավելի շահավետ է, որպեսզի թե Միացյալ Նահանգները եւ թե Իսրայելը Թուրքիային դիտարկեն որպես հենակետ եւ հակաիրանական պլազդար։ New York Post-ը հղում անելով իսրայելական աղբյուրներին գրում է, որ Իսրայելը պատրաստ է միանալ ԱՄՆ-ին Իրանին նոր հարվածներ հասցնելու գործում, եթե Վաշինգտոնը դիմի նրա օգնությանը։ Ամերիկա-իրանյան լարվածության ֆոնին Իրանի Մեշհեդ քաղաքում կախել եւ այրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Լեգոյի հսկայական խորանարդիկներից պատրաստված ֆիգուրը։ Ակցիան անցկացվել է հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության շրջանակներում, որի վերջին մասը տեղի ունեցել նրա հայրենի քաղաքում։ Իրանը Հայաստանի կարևոր տնտեսական գործընկերներից է։ Ամերիկա-իրանյան հակամարտության սրացման ֆոնին կարող է դժվարանալ Հայաստան-Իրան առևտուրը։ Կլինեն բեռնափոխադրումների ուշացումներ, սահմանային առևտուրը կկրճատվի, համատեղ էներգետիկ նախագծերի դանդաղում իևս կլինի։ Եթե պահպանվում է Իրանում ստատուս քվոն, որը գոյություն ուներ մինչև ռազմական գործողությունները, այդ պարագայում Հայաստանի վրա ազդեցությունը տարածաշրջանային գործընթացների կունենան կարծում եմ մինիմալ ազդեցություն։ Եթե ձևավորվում է նոր ստատուս քվո Իսրայելի կամ Միացյալ Նահանգների պատկերացումներով, ապա տեղի ունենալու ամբողջ լոգիստիկ շղթայի վերափոխում։ Ըստ վերլուծաբանների, եթե հակամարտությունը սահմանափակվի մի քանի օրվա կամ շաբաթվա ռազմական գործողություններով, չվերածվի լայնածավալ պատերազմի, ազդեցությունը անվանաբար հիմնականում կսահմանափակվի էներգակիրների եւ ֆինանսական շուկաների կարճաժամկետ տատանումներով։ Չափազանց մեծ ազդեցություն կարող ունենալ տնտեսության վրա։ Հաշվի առնենք, որ թե հայկական հարավային լոգիստիկ ամբողջ շնչուղին անցնում է Իրանով, եւ թե էներգետիկ երկրորդ շնչուղին է կարելի ասել Իրանը հանդիսանում, եւ սրան եթե գումարենք նաեւ այն ապրանքատեսակները, որոնք տևական ժամանակ հայկական շուկա մտնում են գլխավորապես որպես իրանական ապրանքներ, սրանք հայկական տնտեսության համար ֆունդամենտալ նշանակություն ունեցող այսպես շղթաների մաս էին եւ բնականաբար ցանկացած զարգացում անմիջապես պրոյեկտվելու է նաեւ հայկական տնտեսության վրա։ Հայաստանը հարաբերություններ ունի Իրանի, ԱՄՆ-ի, Եվրամիության, Ռուսաստանի հետ։ Լարվածության խորացման դեպքում ըստ վերլուծաբանների Երևանը ստիպված կլինի ավելի զգուշորեն հավասարակշռել իր արտաքին քաղաքականությունը, որպեսզի չվնասի որևէ ուղղության հետ հարաբերությունները։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։